Ես մի երկու խոսք ուզում եմ ասեմ մեր հարգարժան Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյան ջան, ուրեմն ձեր փաստաբանները թե Օրբելյանը, թե այդ ինչ էր Վարդևանյանը, նրանք իրականում գաստվողներ են, բայց սահմանադրական դատարանը դա գաստվողների տեղ չի, այդտեղ հիմքեր ա պետք ներկայացնել, որ խախտվել ա պետական օրենք, ես մի բան, մի բան, իսկ քո փաստաբանները երկուսն էլ մտել են սահմանադրական դատարան, Նիկոլից են խոսում, հասկանում եք, ընդ Նիկոլից չեն խոսում, ընդ խոսում են երկրի օրենքների խախտումներից, ոչ մի օրենքի խախտում էլ չեն ներկայացրել, եկել են ուղղակի խոսում են Նիկոլից, Ալեն Սիմոնյանից, այս մեկից, այն մեկից, վարչական ռեսուրս են օգտագործել, այս են արել, այն են արել, հասկանում ես Սամվել ջան, դրանք փաստաբաններ չեն, այ ախպեր ջան, դրանք էդ որտե են ավարտել, որ մի հատ էլ փաստաբան լինեն, դրանք փող աշխատողներ են Սամվել ջան, ցավդ տանեմ, հասկանում ես, սահմանադրական դատարանը շփոթել են, ասենք Ալավերդու դատարանի հետ, կամ Կիրովականի դատարանի հետ, ինչ-որ խուլիգանական արարքներ կատարած դատական գործերի հետ, հասկանում ես, ես ուշադիր նայել եմ, ուշադիր լսել եմ, Նիկոլը էս ասեց, այն մեկը այն ասեց, այն մեկը այն ասեց, այն մեկը այն ասեց, ոչ, դրանք պետք է ներկայացնեին, թե ինչ օրենքի խախտումներ ա եղել, ասենք, ՔՊ-ի կողմից, ախր դուք ՔՊ-ին եք, չէ՞ սահմանադրական դատարան բողոք ներկայացրել, ոչ մի բան, Էս ա եղել Սամվել ջան, գնացեք մի հատ լավ ձեր մեջ մտածեք, կամ էլ թե չէ մի հատ Ամստերդամին զանգի ասա հարցրու Օրբելյանն ու Վարդևանյանը ինչու պարտվեցին, ստեբնես չի որ ասենք սահմանադրական դատարանը ես էլի չասեմ Նիկոլի կողմնակից է, սահմանադրական դատարանը պաշտպանում է երկրի շահերը, դա օրենք է, սահմանադրական դատարանը պաշտպանում է պետության շահերը, դա օրենք է, այսքան բան, Ամստերդամին ասա քեզ կասի, նա կարող է մի քիչ հասկանա, վստահ չեմ, բայց կարող է էլի, Վարդևանյանից ու Օրբելյանից ուժեղ էլի,